Եթե ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ, ժամանակն է չքննարկվածը պարզելու եւ ամեն ինչ իր տեղը դնելու։ Այս անգամ խոսելու ենք ամառային ամենաթեժ եւ ամենասպասված թեմաներից մեկի ամառային սեքսարշավի մասին։ Ամռանը մյուս գայթակղություններից զատ առաջ է գալիս ամառային հանգստի կազմակերպման թեման, որը իր մեջ պարունակում է բնականաբար նաև սեռական կյանքը։ Եվ հաշվի առնելով մեր մասնագիտական փորձը, մենք միշտ նկատում ենք, որ հատկապես աշնանը մեզ մոտ ավելի հաճախ են դիմում այն պացիենտները, տղամարդիկ, կանայք, ամուսնական զույգեր, որոնք զոհ են դարձել, այսպես ասած, ամառային սեքսարշավի ընթացքին եւ հետևանքներին։ Պատճառներից մեկն այն է, որ հենց որ գալիս է ամառը, բոլորը պատրաստվում են մեկնել հանգստի եւ հանգստի մեկնելու զատ նաեւ առաջ են գալիս սեռական այն բուռն ֆանտազիաները, որոնք մարդիկ փորձում են իրականացնել հատկապես այդ ժամանակահատվածում, բայց ցավոք չունենալով անհրաժեշտ գիտելիքներ, իրականացնում եւ անցնկացնում այդ ամենին այնպես ինչպես ուզում են, չմտածելով հետագա բարդությունների մասին, իսկ բարդությունները բավականին շատ են։ Մյուս խնդիրը գալիս է նրանից, որ ամառային հանգիստը շատ դեպքերում ասոցացվում է այն չիրականացված սեռական երևակայությունների եւ չապրված սեռական էմոցիաների, որոնք մարդիկ երկար պահել են եւ վերջապես երբ որ ամառը գալիս է, մտածում են, որ կարելի է բաց թողնել բոլոր թույլատրելի արգելակները եւ ազատություն տալ սեռական ֆանտազիաներին, դրանք իրականացնել օրինակ լողափում, ծովի մեջ եւ չմտածելով դրանց հետագա բարդությունների մասին, որոնց մասին էլ մենք այսօր կխոսենք։ Ամառային հանգստի կազմակերպումը պահանջում է առաջին հերթին գիտակցական եւ լրջմիտ մոտեցում, սկսած սննդակարգից մինչեւ ծովում լողալու ժամերի հստակեցումը, որովհետեւ այդ ամենը ուղիղ ձևով ազդում է սեռական եւ վերարտադրողական առողջության վրա։ Վերցնենք թեկուզ եւ ջերմային գործոնը։ Շատ կարևոր է հատկապես ծովից դուրս գալու կամ ջրից դուրս գալուց հետո իհարկե ուշադրություն դարձնել, որ մասնավորապես բոլոր նրանք, ովքեր որ սիրում են դրանից հետո անմիջապես գնալ իրենց հյուրանոցի համարը եւ պարկել մասնավորապես օթորակիչի տակ, ապա ուշադրություն դարձնել, որ ջերմաստիճանը 23 աստիճանից ցածր չլինի, հակառակ դեպքում իհարկե խնդիրներ կունենանք եւ հաճախ էլ ունենում ենք, վերադառնում են բորբոքային process-ներով, որը արդեն ինչպես գիտեք, վատ է անդրադառնում սեռական ֆունկցիայի վրա։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ջրից դուրս գալուց հետո չմնալ լողազգեստով, որովհետև շատերը ամբողջ օրը անց են կացնում լողազգեստով եւ փաստորեն լողազգեստը այս դեպքում փոխարինում է ներքնազգեստին, ինչը թույլատրելի չէ, որովհետև նախ խոնավ պայմաններում արդեն գիտենք, իսկ եթե չգիտենք պետք է իմանանք, որ բորբոքային հիվանդությունները, սնկային ախտահարումները ավելի հաճախ են պատահում, հետեւաբար ծովից դուրս գալուց հետո եւ ոչ միայն ծովից, թեկուզ եւ լողավազանից դուրս գալուց հետո պետք չի երկար ժամանակ մնալ լողազգեստով, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան։ Ցանկալի է նախ անմիջապես դրանից հետո ընդունել ցնցուղ, չպարկել պարկելաթոռի ձեզ բոլորի ծանոթ շեզլոնգների վրա, որովհետև նման դեպքերում հետագայում կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ եւ բորբոքային հիվանդություններ եւ սնկային ախտահարումներ եւ քիչ չեն դրանով պայմանավորված նաեւ վերարտադրողական առողջության հետ կապված վատթարացումները, որովհետև սեռական ֆունկցիան, ինչպես գիտեք, անմիջապես փոխկապակցված է վերարտադրողական առողջության հետ։ Իհարկե, սա չի նշանակում, որ ջրից դուրս գալուց հետո պետք է անմիջապես վազելու հագնվել, այլ խոսքը նրա մասին է, որ ջրից դուրս գալուց հետո նախ եւ առաջ պետք է արևայրուքը կազմակերպել պատշաճ, հաշվի առնելով նախատեսված ժամը թույլատրելի է թե ոչ, որի մասին դուք կլսեք մեր հաջորդ հատվածում եւ բժիշկ Մաշկաբանը
կտա իր անհրաժեշտ խորհուրդները, իսկ իմ մասով պետք է նշեմ, որ ջրից դուրս գալուց հետո իհարկե արևայրուք կարելի է ընդունել, բայց ուշադրություն դարձնել, որ շեզլոնգի վրա պարտադիր լինի սրբիչ եւ ցանկալի է, որ սրբիչը լինի անձնական օգտագործման։ Որքան էլ հյուրանոցը տրամադրում է իր սպիտակ եղենը, սրբիչը, այնուամենայնիվ միշտ չէ, որ դրանք լինում են կատարյալ մաքուր եւ միշտ չէ, որ խնդիրներ չեն առաջանում դրանց օգտագործումից հետո։ Բացի այդ, ուշադրություն դարձնել նաեւ նրան, որ պարկելու ժամանակ հատկապես արևայրուք ընդունելիս արևի ուղիղ ճառագայթները երկար ժամանակ չլինեն ուղիղ սեռական օրգանների վրա, այլ լինեն մարմնի հատկապես վերնամասերում կամ ոտքերի վրա, կամ էլ եթե լինեն ամբողջական մարմնի վրա, ապա դա չլինի շատ տևական ժամանակ, որովհետև սեռական օրգանները ջերմային կտրուկ տատանումներ չեն սիրում, հատկապես ջրից հետո դուրս գալ ու պարկել արևի տակ ու երկար մնալ, նույնպես իհարկե ցանկալի չէ։ Արևայրուքի ընդունումը նույնպես ունի իր ֆիքսված ժամանակահատվածը, որի մասին, ինչպես արդեն նշեցի, դուք կլսեք բժիշկ մաշկաբանի հետ հարցազրույցի ժամանակ։ Ուզում եմ հատկապես ուշադրությունը հրավիրել բոլոր նրանց, ովքեր որ հանգստյան ժամանակ փնտրում են արկածներ, հատկապես ինտիմ արկածներ։ Իհարկե, հանգիստը չի կարող շատ դեպքերում չանցնել առանց ինտիմ արկածների, բայց դրանց պետք է լինել պատրաստ եւ շատ դեպքերում զգոն, որովհետև քիչ չեն այն դեպքերը, որ շատերը վերադառնալուց հետո չեն հիշում նույնիսկ որտեղ են ծավալել սեռական հարաբերություններ, ում հետ են ունեցել սեռական հարաբերություններ, պաշտպանված են եղել դրանք թե ոչ, բայց մի բան հստակ է, վերադառնում են մի շարք խնդիրներով եւ ոչ միայն սեռական։ Հետևաբար, իմ խորհուրդը նախ եւ առաջ ալկոհոլի օգտագործման հարցում լինել զգոն եւ պահպանել չափի զգացումը, որովհետև նման վայրերում, ինչպես գիտեք, ալկոհոլի չարաշահման հետևանքով շատ դեպքերում առաջանում են այսպես կոչված կուրորտային սիրավեպեր, որոնք ավարտվում են պատահական սեռական հարաբերություններով։ Եվ միշտ չէ, որ այդ հարաբերությունները լինում են հյուրանոցում, եւ միշտ էլ չի, որ այդ հարաբերությունները լինում են անկողնում։ Մեծ մաս դեպքերում այդ հարաբերությունները ծավալվում են ջրում, թփերում, ծառերի տակ, ակումբի հարակից տարածքներում եւ այլն, ու ունենում են իհարկե գուցե այդ պահին հաճելի ավարտ, բայց հետո թողնում են իրենց դառը հետևանքները սեռավարակների, բորբոքային հիվանդությունների եւ մի շարք այլ բացասական հետևանքների տեսքով։ Շատերը գուցեև չգիտեն, բայց հարաբերությունները ջրում, մասնավորապես ծովում կամ լողավազանում հղի են մի շարք բացասական հետևանքներով։ Նախ նմանատիպ հարաբերությունների դեպքում բոլոր տեսակի սնկային եւ միկրոօրգանիզմները կարող են հանգիստ ներթափանցել եւ առաջացնել բազմաթիվ խնդիրներ։ Շատ դեպքերում ես լսում եմ, թե ծովի ջուրը այս դեպքում կարող է պաշտպանել կամ լողավազանի ջուրը քլորացված է եւ ոչ մի խնդիր կարող է չառաջացնել, բայց իրականում իհարկե պատկերը լրիվ հակառակն է եւ բացարձակապես խրախուսելի չէ, իսկ ես որպես մասնագետ նույնիսկ ասեմ, որ ցանկալի չի ու պետք էլ չի տրվել պահի գայթակղությանը եւ հարաբերություններ ունենալ ծովի ջրում կամ թեկուզ եւ լողավազանում։ Մյուս բացասական հետևանքը, որը կարող է առաջանալ, դա իհարկե մրսածության հետևանքով առաջացած բարդություններն են, որովհետև գինով ծած ալկոհոլի չարաշահման դեպքում շատերը չեն նկատում, որ հարաբերությունները ջրում տեղի են ունենում բավականին ոչ նպաստավոր ջերմային պայմաններում, հատկապես գիշերը, եւ կարող են իհարկե մրսացնել իրենց սեռական օրգանները, որի հետևանքները կարող են երևալ մի քանի օր հետո։ Բացի այդ, իհարկե չպետք է մոռանալ, որ ցանկացած պարագայում ծովում բացի ձեզանից կան նաև այլ ձեզ համար անտեսանելի, բայց ջրում ապրող օրգանիզմներ, վառ օրինակ մեդուզան, որը կարող է ամենաանպատեհ, իսկ գուցե ձեզ համար պատեհ ժամանակահատվածում գա եւ կծի ձեր սեռական օրգանները, թողնելով իր հետևանքները։ Գուցե ձեզ համար զավեշտալի է, բայց սա ես պատմեցի մի փոքրիկ հատված մեր կլինիկական դեպքից։ Մյուս խնդիրը, որը առաջանում է ամառային բուռն հանգստից հետո, դա ալկոհոլի եւ սննդի չարաշահման հետևանքներն են։ Ցավոք, ամառային հանգստի ժամանակ
չի վերանում վերահսկողությունը միայն սեռական վարքագծի նկատմամբ, այլ վերանում է վերահսկողությունը նաև ալկոհոլի եւ սննդի օգտագործման նկատմամբ, եւ շատ դեպքերում մարդիկ արձակուրդից վերադառնում են ոչ թե հանգստացած, թարմացած, այլ որքան էլ որ տարօրինակ է հոգնած, սպառված, քաշ հավաքած եւ պատճառը ալկոհոլի եւ սննդի գերչարաշահումն է։ Ընկերներ, հանգիստը նրա համար է, որպեսզի դուք հնարավորինս այն ճիշտ կազմակերպեք եւ վերադառնաք լիովին թարմացած եւ առույգ։ Ալկոհոլի շաղախումը շատ դեպքերում գազավորված ըմպելիքների հետ, որոնք շատ հյուրանոցներում, ինչպես գիտեք, տրվում են ամբողջ օրվա ընթացքում անվճար, տարբերվում են իրենց որակական հատկանիշներով եւ միշտ չէ, որ համապատասխանում են այն ստանդարտներին, որոնք որ անհրաժեշտ են եւ թողնում են իրենց հետևանքները հատկապես թունավորման տեսքով։ Ես շատ հաճախ եմ լսում, հատկապես իմ ծանոթներից, պացիենտներից, որոնք վերադառնում են հանգստից հետո դժգոհելով, որ այս երկրի հյուրանոցում կոնկրետ նշելով իհարկե հատկապես ալկոհոլի օգտագործման ժամանակ նկատում են լուրջ թունավորումներ, որովհետև հասկանալի պատճառներով որակային ստանդարտները շատ դեպքերում իհարկե զիջում են։ Սնունդը պետք է ընդունել հաշվի առնելով թե որ երկիր եք ժամանում, որովհետև յուրաքանչյուր երկրում սնունդը ունի իր առանձնահատկությունները, իսկ սննդի եւ ալկոհոլի ազդեցության մասին մենք խոսել ենք մեր հաղորդումների ժամանակ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ հատկապես ալկոհոլի չարաշահումը, սննդի ոչ ճիշտ օգտագործումը եւ ինչ սեռական խնդիրներ կարող են առաջանալ։ Հետևաբար, հանգստի ժամանակ իհարկե պետք է նաեւ չափի զգացում դրսևորել թե ալկոհոլի օգտագործման համար, թե գազավորված ըմպելիքների, թե սննդի եւ ամենակարևոր սկզբունքը չխառնել, չշաղախել եւ դրանից հետո չակնկալել, թե գիշերը անկողնում կլինեն օրգազմային կայծակներ, որովհետեւ ցավոք օրգազմային կայծակների փոխարեն երբեմն կարող են լինել մարսողական կայծակներ իրենց տխուր հետևանքներով։ Ամառային հանգստի պատկերացումները իհարկե սրանով չեն ավարտվում եւ պետք է նշեմ, որ հյուրանոցի հիգիենայի եւ մաքրության մասին խոսելիս շատերը առաջին հերթին մտածում են զուգարանակոնքի, սանհանգույցի, լոգասենյակի մաքրության մասին եւ չեն էլ պատկերացնում, որ իրականում շան գլուխը բոլորովին այլ տեղ է թաքնված։ Ընկերներ, շատ կարևոր է իհարկե, որ զուգարանը լինի մաքուր, սանհանգույցը նույնպես, բայց դուք ավելի շատ պետք է ուշադրություն դարձնեք, թե ինչ վիճակում է հեռուստացույցի եւ օդորակիչի վահանակը։ Չեք մտածում երևի։ Իրականում ապացուցվել է, որ սնկերի եւ մանրէների մեծ չափաբաժին կա հեռուստացույցի եւ օդորակիչի վահանակի վրա, որը բնականաբար չի երևում, բայց հենց առաջին իսկ օգտագործման պարագայում հանգստացողները օգտագործում են բնականաբար կամ հեռուստացույցի կամ օդորակիչի վահանակը եւ դրանք օգտագործելուց առաջ անպայման իհարկե թաց անձեռոցիկով, ցանկալի է իհարկե անձեռոցիկը լինի հակաբակտերիալ, մշակեք վահանակները, նոր դրանից հետո դրանք օգտագործեք խնդիրներից խուսափելու համար։ Շատերին միշտ հետաքրքրում է, թե նման վայրերում արդյոք հնարավոր է վարակվել սեռավարակով կամ սնկային որևէ ախտահարմամբ, մասնավորապես հյուրանոցի սպիտակեղենը, զուգարանակոնքը, լողավազանը եւ այլն, եւ իհարկե միֆերն էլ մինչ օրս էլ շրջանառվում են։ Պետք է նշեմ հետեւյալը. սեռավարակները արտաքին միջավայրում իհարկե կայուն չեն, բայց սնկայինները լավ էլ կայուն են ու լավ էլ փոխանցվում են եւ այդ առումով իհարկե պետք է ուշադիր լինել, հատկապես լողավազանի եւ ջակուզիների առումով, մասնավորապես բոլոր այն դեպքերում, երբ ջակուզի ջուրը չի հոսում, կանգնած է կամ նույն տեղում միայն պտտվում է ֆիլտրի օգնությամբ, միևնույն է, այն այս դեպքում եւս կարող է վտանգ ներկայացնել։ Առավել եւս խնդրահարույց է, երբ նույն ջակուզի կամ նույն լողավազանի մեջ մի քանի հոգով են լողանում եւ դուրս գալուց հետո էլ նույն սրբիչից են օգտվում, ապա այս պարագայում իհարկե սնկայինի փոխանցումը անխուսափելի է եւ որպես կանոն
մի քանի օր անց առաջացնում է գանգատներ։ Սեռավարակի առումով վտանգ կարող է լինել, եթե տեղի ունեցել չպաշտպանված հարաբերություն լողավազանում կամ ջակուզիում, որի ժամանակ իհարկե սեռավարակը կարող է փոխանցվել եւ այս դեպքում դարձյալ հիշեմ պացիենտների հետ աշխատելիս, երբ հետազոտության արդյունքում հայտնաբերվում է որևէ սեռավարակ եւ պացիենտին դրա մասին ասում ենք, ինքը ասում է, որ դե չէ, երևի թե ջակուզիից է վարակվել կամ լողավազանից է վարակվել։ Եվ բնականաբար մենք միշտ ասում ենք, որ ջակուզիից ու լողավազանից չեն վարակվում, այլ վարակվում են ջակուզիում կամ լողավազանում, չպահպանելով անհրաժեշտ կանոնները։ Շատերին նաև հետաքրքրում է, թե արդյոք անհետևանք է ամառային հանգստի ժամանակ, հատկապես ամուսնանալուց հետո, մեղրամիսը անցկացնել եւ այդ ժամանակահատվածում հղիություն պլանավորել եւ արդյոք դա խրախուսելի է թե ոչ։ Իհարկե այս հարցին պետք է մոտենալ չափազանց ուշադիր եւ պատրաստված, քանի որ հղիության պլանավորումը, որի մասին մենք խոսել ենք մեր հաղորդումներից մեկի ժամանակ, չափազանց լուրջ եւ պարտավորեցնող գործընթաց է։ Եվ այս առումով հաշվի առնելով ամառային հանգստի հետևանքները եւ նաեւ բոլոր այն բացասական գործոնները, որոնք տեղի են ունենում կամ նկատվում են ամառային հանգստի ժամանակ, հենց այդ ժամանակահատվածում հղիություն պլանավորել իհարկե խրախուսելի չէ, քանի որ հանգստից հետո շատ դեպքերում կարող են առաջանալ սնկային ախտահարումներ թե կնոջ մոտ, թե տղամարդու մոտ եւ բնականաբար ամառային հանգստի ժամանակահատվածում, հատկապես ծովում անցկացնելու ժամանակահատվածում դրան պատշաճ ուշադրություն չի դարձվում եւ պլանավորված հղիությունը կարող է որոշակի հետևանքներ ունենալ։ Ցանկալի կլինի ամառային հանգստից հետո վերադառնալ, անցնել անհրաժեշտ հետազոտություններ եւ նոր դրանից հետո պլանավորել հղիությունը։ Ամառային հանգիստը դուք կարող եք օգտագործել, որպեսզի ձեր օրգանիզմը թարմանա, հանգստի ժամանակ օգտագործեք այն ծովամթերքները, որոնք խթանում եւ լավացնում են վերարտադրողական ֆունկցիան, մասնավորապես տղամարդու սերմնայողոքի վրա թողնելով բարերար ազդեցություն, որի մասին մենք արդեն խոսել ենք մեր հաղորդումներից մեկի ժամանակ, նշելով, որ ծովամթերքը իհարկե ժամանակի ընթացքում բարելավում է տղամարդու վերարտադրողական ֆունկցիան։ Կնոջ առումով նույնպես պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին եւ քնի հիգիենային, որովհետեւ առողջ ձվաբջիջ եւ առողջ սերմնաբջիջ լինում է այն դեպքում, երբ հետևում են սննդակարգին, պահպանում քնի հիգիենան եւ վերադառնում հանգստից թարմացած եւ առույգ։ Իսկ ամառային հանգստից վերադառնալուց հետո եւ ստուգվելուց ու ոչ մի խնդիր չհայտնաբերելուց հետո կարող եք պլանավորել հղիությունը։ Ամառային հանգստի ժամանակ հարաբերություններ ունեցեք պաշտպանվելով, որպեսզի զերծ մնաք հղիությունից եւ հետագա բարդություններից։ Հանգստի ժամանակ փորձեք վայելել մեկըդ մյուսին, գուցե ավելի լավ ճանաչեք, մինչ այդ չեք ունեցել այդ հնարավորությունը, իսկ ձեզ տրված է հիմա բոլորովին այլ ժամանակահատված եւ փորձեք նաեւ հանգստի ժամանակ բացահայտել նոր էմոցիաներ եւ անցկացնեք հաճելի ժամանակ, բացահայտեք այն երկիրը, որտեղ մեկնել եք եւ աշխատեք այդ օրերը հնարավորինս անցկացնել տպավորիչ եւ ուրախ եւ այդ էմոցիաներով միայն վերադառնալուց հետո պլանավորել հղիություն, որովհետեւ օրգանիզմը, ինչպես գիտեք, ունի հիշողություն, ինչ էմոցիաներ որ հաղորդես քո մարմնին, այդ էմոցիաներն էլ փոխանցվում են սեռական բջիջներին։ Ամառային սեքսարշավը շատ դեպքերում թողնում է նաև իր հետևանքները տղամարդու սեռական եւ վերարտադրողական առողջության վրա, վերադառնում են հանգստից եւ նշում բազմաթիվ սեռական գանգատներ։ Մասնավորապես էրեկցիայի խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում, ցավ սեռական օրգաններում, դրան էլ գումարենք իհարկե քաշի ավելացումը, որը ուղիղ ճանապարհով ավելի խորացնում է նշված գանգատները։ Բուժման ժամանակ կարևոր է ուշադրություն դարձնել հայտնաբերելով պատճառը, եւ պատճառը
շատ դեպքերում կամ բորբոքային պրոցեսներն են կամ սեռավարակները, որոնք փոխանցվել են չպաշտպանված սեռական հարաբերության ժամանակ, բերելով սեռական այս կամ այն խանգարման։ Բնականաբար բուժման ժամանակ այդ ամենը պետք է հաշվի առնել, վերացնել բորբոքային գործընթացները, որից հետո սկսել կարգավորել սեռական ֆունկցիան եւ բուժման ժամանակ կարող է օգտագործվել բազմաթիվ վիտամիններ, սեռախթանիչներ, սեռական ֆունկցիան կարգավորող դեղամիջոցներ, որոնցից մասնավորապես կարող է օգտակար լինել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Tadafort եւ Dapoxetin դեղամիջոցները։ Tadafort դեղամիջոցը նախատեսված է տղամարդու սեռական պոտենցիան կարգավորելու եւ բուժելու համար եւ այն ունի երկու տեսակի դոզավորում՝ 20 եւ 5։ 20-ը օգտագործվում է պլանավորված հարաբերությունից առաջ, իսկ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման ժամանակ ընթացիկ բուժման կուրսը ստանալու ժամանակ։ Դեղամիջոցը ի տարբերություն հին սերնդի ներկայացուցիչների տարբերվում է արդյունավետությամբ, արագ ազդելով եւ ամենակարևորը տևական ազդեցությունը պահպանելով։ Dapoxetin դեղամիջոցը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար եւ նույնպես ունի երկու տեսակի դոզավորում՝ 60 եւ 30։ Թե որ տիպի դոզավորումն է անհրաժեշտ օգտագործել բուժման ժամանակ, դա կորոշի արդեն բժիշկը, հաշվի առնելով պացիենտի անհատական տվյալները, գանգատները, անալիզի արդյունքները եւ դրանից հետո արդեն համալիր բուժման ժամանակ կնշանակի տվյալ դեղամիջոցի այս կամ այն դոզան։ Դեղամիջոցները ունեն կողմնակի ազդեցություններ, որոնց մասին բժիշկը պետք է անպայման նախ ինքը տեղյակ լինի եւ երկրորդն էլ տեղյակ պահի պացիենտին եւ նշանակելուց առաջ էլ իհարկե պետք է հաշվի առնել տարիքը եւ պացիենտի զուգակցող հիվանդությունները։ Համակցված բուժման ժամանակ բուժումը ավելի արդյունավետ է լինում եւ տղամարդու սեռական առողջությունը որոշ ժամանակ անց լիովին վերականգնվում է։ Պոտենցիան արդեն կարգավորվում է, իսկ ակտի տևողությունը զգալիորեն երկարում։ Իհարկե բուժման տևողությունն էլ կախված է խնդրի բարդությունից եւ վաղեմությունից։ Սեռականի մասին այսքանը։ Առջևում ձեզ սպասվում է շատ հետաքրքիր հարցազրույց բժիշկ Մաշկաբանի հետ, որի հետ հավաքելու ենք ամառային ճամպրուկը։